ՄԱԿ-ի զարգացման ծրագրի նախաձեռնությամբ Հայաստանում անցկացվեց հանրային ոլորտի նորարարությունների երրորդ համաժողովը, որը համախմբել էր պետական կառավարման, միջազգային կառույցների, քաղաքացիական հասարակության եւ փորձագիտական համայնքի ներկայացուցիչներին։ Ֆորումին մասնակցեցին նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Համաժողովի հիմնական նպատակը պետական համակարգում նորարարական լուծումների խթանումն էր, հանրային ծառայությունների որակի բարձրացումն ու կառավարման արդյունավետության բարելավումը։ Միջոցառումը միաժամանակ դարձավ փորձի փոխանակման, նոր գաղափարների ներկայացման եւ համագործակցության նոր ձևաչափերի ձևավորման կարևոր հարթակ։ Երկու օր շարունակ ֆորումի առանցքում էր հարմարվողական կառավարում գաղափարը, որը միտված էր պետական համակարգերի վերափոխմանը, արագ փոփոխվող աշխարհում ավելի ճկուն, արդյունավետ եւ մարդակենտրոն դառնալու համար։ Քննարկումներն ընդգրկում էին ժամանակակից կառավարման մոդելներ, թվայնացում, արհեստական բանականության կիրառություն, ինչպես նաեւ հանրային քաղաքականությունների իրականացման նոր մեխանիզմներ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարևորել է թվայնացման դերը, նշելով, որ քաղաքապետարանի ծառայությունների զգալի մասն արդեն թվայնացված է։ Սա հնարավորություն է տալիս ոչ միայն ավելի արագ արձագանքել քաղաքացիների խնդիրներին, այլև ապահովել կառավարման թափանցիկություն եւ տվյալահեն որոշումների կայացում։ Քաղաքացիների ներգրավվածության կարևոր գործիքներից է ակտիվ քաղաքացի բջջային հավելվածը, որը թույլ է տալիս բնակիչներին անմիջապես հաղորդել խնդիրների մասին եւ հետեւել դրանց լուծմանը։ Այս տարվա ֆորումն առանձնացավ իր մեծ ծավալներով, այն միավորեց ավելի քան 500 մասնակցի եւ ներառեց երկօրյա ինտերակտիվ քննարկումներ, որտեղ հնարավորություն էր տրված նաեւ մասնակիցներին անմիջականորեն ներգրավել քննարկումներին։ Նոր ձևաչափը նպաստեց բաց երկխոսությանն ու տարբեր ոլորտների մասնագետների միջև համագործակցության խորացմանը։ Համաժողովի կարևոր բաղադրիչներից էր հանրային ոլորտի նորարարների մրցանակաբաշխությունը, որի նպատակն էր գնահատել այն թիմերի եւ մասնագետների աշխատանքը, որոնք նպաստում են պետական համակարգում նորարարությունների ներդրմանը։ Մրցանակները շնորհվեցին մի շարք անվանակարգերում, ընդգծելով թվային տեխնոլոգիական մարդակենտրոն եւ կառավարման նորարարությունների կարեւորությունը։ Ֆորումի շրջանակում ներկայացված փորձը ցույց տվեց, որ նոր տեխնոլոգիաների կիրառումը զգալիորեն բարձրացնում է պետական կառույցների աշխատանքի արդյունավետությունը, տվյալների ճշգրտությունն ու ծառայությունների հասանելիությունը քաղաքացիների համար։ Կազմակերպիչների համոզմամբ նման հարթակները կարևոր դեր են խաղում համախոհների ցանցի ձևավորման, նոր գաղափարների տարածմանն ու երկարաժամկետ համագործակցության հիմքերի ստեղծման գործում։ Հանրային ոլորտի նորարարությունների ֆորումը նախատեսվում է դարձնել շարունակական, նպաստելով Հայաստանում ժամանակակից ճկուն ու մարդակենտրոն կառավարման համակարգի զարգացմանը։ Նարինե Ղուկասյան, Ռադար Արմենիա։